Պոդիատրիան բժշկության մեջ կարելի է ասել նոր ուղղություն է, որը զբաղվում է ոտնաթաթի խնդիրներով, ուսումնասիրում է ոտնաթաթի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, քայլքի կենսամեխանիկան, ոտնաթաթի կենսամեխանիկական փոփոխությունները։ Այս խնդիրներից պետորդիստներն ամենից հաճախ առնչվում են հարթաթաթության եւ դրա հետևանքով առաջացած այլ հիվանդությունների հետ։ Բոլոր մեխանիկական հարվածները, որոնք որ մենք ստանում ենք քայլքի ժամանակ, առաջին հարվածը իր վրա է վերցնում ոտնաթաթը, եւ եթե ոտնաթաթի ամորտիզացիոն ֆունկցիան լավ չի կատարվում, բնականաբար արդեն հարվածի տակ է ընկնում հենաշարժիչ համակարգի մնացած հատվածները։ Շատ հաճախ մարդիկ անտեսում են այն հանգամանքը, որ շուտ են հոգնում, ցավեր ունեն սրունքների հատվածում, այնինչ դրանք ոտնաթաթի խնդրի մասին ահազանգող առաջին նշաններն են։ Բացի այս, հարթաթաթությունը նաև կարող է այլ ձևով իր գոյության մասին մատնել։ Անգամ կոշիկի մաշվածությունից կարելի է գնահատել, թե ինչպիսի խնդիրներ ունի մարդը։ Դուք հաճախ նկատած կլինեք, որ մարդիկ կան, որոնց կոշիկները դեպի ներս են թեքվում, դեպի դուրս են թեքվում։ Այդ բոլոր փոփոխությունները, որոնք որ կրում է կոշիկը, դա միանշանակ խոսում է տվյալ անհատի խնդիրների մասին։ Նմանատիպ որևէ գանգատի դեպքում առաջինը պետք է հետազոտել ոտնաթաթը։ Հարթաթաթության պատճառները կարող են բազմաթիվ լինել, այն մարդու մոտ կարող է իծնե լինել, սակայն հիվանդությունը հաճախ ձեռքբերովի է լինում։ Սխալ կոշիկների ընտրությունը, մարմնի ավելորդ քաշը, հղիությունը, ծանրաբեռնված աշխատանքը, որոշ մասնագիտություններ իրենք ի սկզբանե կարծես թե հակված են նման խնդիրներ ձեռք բերելու։ Դա զինծառայողներն են, դրանք վարսահարդարներն են, վիրահատող բժիշկներ, այսինքն այն մարդիկ, որոնք որ ունեն աշխատանք երկարատև ոտքի վրա, բնականաբար միանշանակ խնդիրներ ունեն։ Ինչպես յուրաքանչյուր հիվանդության պարագայում, հարթաթաթությունը եւս շուտ հայտնաբերման դեպքում ենթակա է բուժման։ Ոտքի ոտնաթաթը ձևավորվում է մինչև 5 տարեկանը, եւ այդ ընթացքում երեխաներին պետք է գոնե տարին 1 անգամ հետազոտի համապատասխան մասնագետը։ Իսկ եթե պարզվի, որ ձեր մոտ առկա է հարթաթաթություն, ապա բժիշկները կարող են պարզապես կանխել հիվանդության հետագա զարգացումը։ Հարթաթաթությունը կարող է բերել ողնաշարային խնդիրների, սկոլիոզների, կիֆոզների, հարթաթաթությունը կարող է բերել ծնկային, կոնքազդրային եւ սրունքթաթային հոդերի դեֆորմացիաներ, այսինքն նույն կոքսարտրոզը, նույն ծնկային հոդի արտրոզը, նույն սրունքթաթային հոդի փոփոխությունները միանշանակ կարող են կապված լինել նաեւ հարթաթաթության հետ։ Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ տարիքից ուշադրություն դարձնել կոշիկի ընտրությանը։ Նախ առաջին հերթին կոշիկի տակացումն է, կոշիկի ետնամասն է, որը որ պիտի լինի ամուր եւ կարողանա ֆիքսել կրունկը։ Իսկ տակացում պիտի լինի հաստ եւ ճկուն, եւ ամուր պիտի լինի եւ ճկուն պիտի լինի կոշիկի տակացում։ Կոշիկը չպետք է լինի մեծ, երեխայի կոշիկը պիտի համապատասխանի իր ոտքին։ Արդեն խնդիրներ ունեցողները կարող են հույսները չկորցնել, քանի որ հետազոտման բազմաֆունկցիոնալ սարքերը նրանց բուժման եւ հետագա բարդությունները կանխելու հնարավորություն կտան։ Այդ սարքը իրենից ներկայացնում է թվային ֆոտոպլանտոգրաֆիկ հետազոտություն։ Այս հետազոտությունը անվնաս հետազոտություն է, ճառագայթային չէ եւ կարելի է կրկնել բազմիցս։ Սարքի առավելությունն է նաեւ, որ ինքը մեզ հնարավորություն է տալիս որոշել բավականին մեծ թվով օրթոպեդիկ ցուցանիշներ։ Սարքը ունի նաեւ հնարավորություններ տեղում կատարել ճիշտ ընտրություն օրթոպեդիկ ներդիրի եւ անմիջապես տեսնել, թե օրթոպեդիկ ներդիրը դնելուց հետո ինչ փոփոխություններ ենք մենք նկատում։ Ճիշտ ընտրված օրթոպեդիկ ներդիրներն էլ կարող են կանխել նոր ձևավորվող հարթաթաթությունը կամ օգնել խուսափել հետագա բարդություններից։